Խոստացել էի ձեզ ցույց տալ, թե Նարեկացին ինչ է խոսում բժշկության մասին առհասարակ։ Հատվածը բան ԽԳ-ն է։ Հոգեկան վերքեր բուժելու համար կարիք չես զգում ոչ սպեղանու, ոչ ժամանակի, ոչ գործիքների, ոչ օրստորի երկարաձգման, ոչ տարբեր դեղեր օգտագործելու, ոչ հերձման, խարման, ոչ վիրահատման եւ ոչ երկրավոր այլ բուժումների, որ ենթակա են միշտ էլ վրիպման, ամենասխալ ձախողումների, հոգու եւ մարմնի արարչիդ համար ամեն ինչ պարզ է գրված ակներև, ամեն ինչ դյուրին եւ հնարավոր, մտադրվեցի իրագործված է, խոստացար արված կամեցար արդեն ի կատարածված, կտակդ կենաց ավետարան է, վճիռդ փրկում մատյանդ շնոր, ոչ օրենքների կապանքի մեջ ես, ոչ կաշկանդված ես ինչ-որ կանոնով, ոչ նվաղությամբ ես արգելակված, ոչ խոնարհված ես հպատակությամբ, ոչ պարփակված ես փոքրկության մեջ, ոչ չափավորված ինչ-որ սահմանով, ոչ բարկանալով վրիպում ես դու, ոչ այլայլվում ես ցասման սաստկությամբ, ոչ խստանալով սխալներ գործում, ոչ ալեկոծվում խռովությունից, ոչ անգիտությունն է քեզ շփոթում, ոչ փոփոխվում ես ողորմությունից, ոչ մեծությունից փոքրինչ նվազում, ոչ օգնությունդ լքում երբևէ, ոչ տկարանում փրկագործումից, դու ես սկիզբն ու լրումն ամայնի եւ ամենայն ինչ քեզանից է լոկ, ուստի եւ քեզ փառք երկրպագություն հավիտյանս ամեն։ Ինչ նկատի ունի Նարեկացին այս հատվածում։ Նախ նշում է բոլոր տեսակ բժշկությունները, թե մարմնական, թե հոգեկան, այսինքն դեղորայքային բուժում, նախ բժշկությունը ժամանակապահանջում նշում է, կտրելու բժշկությունը, այսինքն վիրաբուժությունները, բայց Նարեկացին նշում են, որ բոլոր աշխարհիկ բժշկությունները վրիպում են։ Ինչ նկատի ունի։ Որովհետև այն ժամանակներում մարդիկ բուժում էին հիվանդությունը, բայց ոչ հիվանդին։ Չնայած հիմա էլ շատ տեղերում հոգեսոմատիկ հասկացողությունը չի ընդունվում։ Այսինքն միայն հիվանդությունն են բուժում բժիշկները։ Քանի դեռ չի բուժվել հիվանդը, անիմաստ է ցանկացած բժշկություն։ Այսինքն պետք է մարդը բուժվի, ով որ սխալ ապրելակերպ է վարում։ Քանի որ եթե բուժես մարդուն, ինքը իր սխալ ապրելակերպով իրեն էլի հիվանդացնելու է։ Այս մասին Քրիստոս էլ էր խոսում։ Նախ Քրիստոս բժշկում էր ցանկացած հիվանդություն ու բժշկելուց հետո պարտադիր ասում էր. այսուհետև նույն կերպ մի ապրիր, այսինքն նույն սխալները մի գործիր, որպեսզի ավելի վատ բան քեզ չպատահի։ Փոխում էր մարդու անձը նաև։ Քրիստոս վերականգնում էր մարդու ամբողջականությունը։ Նույնիսկ գրափայ տեքստում այսպիսի հատված կա. Քրիստոսն ասում էր կամիս ողջ լինել բժշկելուց առաջ, եւ երբ ասում էին այո, վերականգնում էր մարդու ամբողջականությունը։ Ողջը ամբողջական լինելը նշանակում։ Մեծ տարբերություն կա բժշկության եւ ամբողջական բժշկության միջև։ Բժշկությունը շատ հաճախ սիմպտոմներն է բուժում։ Օրինակ մի տեղը ցավում է, դեղ են տալիս եւ այդտեղի ցավը հանգստանում է։ Մի ուրիշ օրգան վնասվում է դրանով։ Այսինքն մարդը ամբողջական չի դիտարկվում, բայց մարդու ապրելակերպը պետք է փոխվի։ Դրա համար ցանկացած իմաստնություն, ցանկացած ամբողջական բժշկություն ասում է. փոխիր նախ ապրելակերպդ, փոխիր մտածողությունդ, ճիշտ արտահայտիր էմոցիաներդ։ Եթե դու սխալ ռեժիմով ես քնում, դա եւս ազդելու է քո առողջության վրա։ Եթե մենք չենք քնում, մենք նյարդային ենք լինում։ Եթե մենք շատ ենք քնում, դա եւս լավ չէ, մենք ծույլ ենք դառնում ավելի։ Եթե շատ ենք ուտում, լավ չի, բայց եթե քիչ ենք ուտում, դա եւս լավ չէ, այսինքն միջին ճանապարհ է պետք։ Եթե շատ ակտիվ ենք, սա եւս կարող է մեր օրգանիզմի ռեսուրսները սպառել, եթե ակտիվ չենք, սա եւս միջին ճանապարհ, այսինքն առողջության համար պետք է լավ քուն, ճիշտ սննդակարգ վարել, մարդկանց հետ առողջ հարաբերություններ ունենալ, որովհետև դրանից եւս մենք լցվում ենք կամ սպառվում, եւ այդ բոլորը ազդելու է մեր առողջության վրա։ Իսկ որպեսզի մարդը առողջ լինի եւ ամբողջական լինի, նաեւ պետք է վատ արատներ չունենա կամ քիչ ունենա հնարավորինս, որովհետև եթե արատավոր մարդ է, ինքը հարաբերությունները խզելու է շրջապատի հետ կամ փորձելու է վնասել ինքն իրեն կամ ուրիշներին։ Այս մասին է խոսում Նարեկացին, այս մասին է խոսում Քրիստոս։ Հոգեսոմատիկայի հետ կապված առանձին հատվածներ կա, որ կկարդամ եւ կվերլուծեմ ձեզ համար հետո, որովհետև Նարեկացին նույնիսկ այսօր թե որ էմոցիաները ոնց են ազդում մեր տարբեր օրգանների վրա։ Այս մասին չինական բժշկությունը եւս խոսում է։ Նարեկացին տալիս է մարդու կառուցվածքը հոգու։ Այս մասին էլ կարող եմ վիդեո անել առանձին, եթե ցանկանա, կարող եք մեկնաբանության մեջ գրել։ Կամ գրել դուք ինքներդ գտել եք այդ հատվածները, թե ոչ։ Վստահ եմ, որ Հայաստանում շատ շատերը կարդացել են Նարեկ, որովհետև Նարեկը միշտ բժշկարան է եղել մեր հայ ազգի համար։ Այն, որ ասում են Նարեկը բուժում է թե չէ, իրականում բուժում է, որովհետև 10-րդ դարից սկսած Նարեկը կիրառվել է բժշկության համար։ Նարեկում այնքան շատ են բժշկող հատվածները, որ նույնիսկ անթվելի շատ են։ Հիմա որ հերթով ասեմ, կարող է 2 ժամ տևի այս վիդեոն։ Առանձին բուժող հատվածները։ Մարդիկ դարերով բուժել են Նարեկով, կարդացել են հիվանդի համար, քահանաներն են կարդացել,
տան անդամներից ինչ-որ մեկն է կարդացել, Նարեկը դրել են մարդու վարձի տակ, մարդը ներշնչանքից բուժվել է, հավատալով Նարեկի զորությանը, առասարակ Նարեկը էներգիա ունի, միայն ներշնչանքի հարցը չի։ Բայց այս ամեն ինչը մարդկանց վրա դրական են ազդել։ Մեր օրերում էլ շատերը բուժվում են Նարեկով։ Ես որ լսում եմ ինչքան մարդ է բուժվել Նարեկով, զարմանքս գալիս է ուղղակի։ Որպես սկեպտիկ մարդ ասեմ, որ ես ինքս տեսել եմ շատ բժշկություններ Նարեկով։ Օրինակ հիվանդի վրա կարդացել ես, որ ընդամենը քունը կարգավորվել, բայց մեկ էլ ինքը իր հիվանդությունից է բուժվել, որ իրեն գամել էր անկողնուն։ Ու այսպես շատ տարբեր խնդիրներից։ Բայց մի կարևոր բան եմ ուզում ասել, Նարեկը ունիվերսալ մեթոդ չէ։ Առհասարակ ունիվերսալ մեթոդ չկա։ Ցանկացած մեթոդ այսպես է աշխատում, կարող է օգնել շատ մարդկանց, բայց շատ մարդկանց էլ կարող է չօգնել։ Ցանկացած հոգեթերապևտիկ մեթոդ էլ է այդպես աշխատում, ցանկացած բժշկություն էլ։ Ուռուցք ունեցող մարդուն։ Քիմիոթերապիայի ինչ-որ կուրս կարող է օգնել, ինչ-որ կուրս կարող է չօգնել։ Կամ ինչ-որ մի ուրիշ մարդու նույն կուրսը կարող է չօգնել, ինչու։ Շատ գործոններ կան, մարդու համոզմունքները, նախատրամադրվածությունը եւ։ Նարեկացին ինքը հաստատ Սուրբ Հոգու շնորհներից բժշկության շնորհը ունեցել է։ Այն ժամանակ էլ իր աղոթքներով բուժվել են շատերը։